Ողջույն սիրելիներս, ինչպես եք, ասեցի քանի տոլմա փաթաթելու ընթացքում մի քիչ ժամանակ ունեմ, մի երկու բառով իմ նոր տեսահոլովակի մասին խոսել։ Նախ ուզում եի ասել, որ 2 օրում 5 միլիոն դիտումը դա արդեն շատ արդյունք է։ Իսկ ովքեր չեն դիտել, խնդրում եմ մտեք իմ YouTube-յան ալիք, լայքեք, կոմենտեք, ինչու՞ չէ նաև subscribe եղեք։ Ուզում եմ անցնել բուն թեմային։ Հիմնականում մեկնաբանությունները շատ լավն են, շատ շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների համար, բայց բոլոր սոցիալական կայքերում կան քննադատական կոմենտներ, որոնց հիմնական բնույթը այն է, որ ինչու ես չեմ երգում ինչ-որ լուրջ երգեր, ինչու միշտ ինչ-որ թիթիզ, ոչ լուրջ, անլուրջ երգեր եմ երգում։ Սիրելիներս, լուրջ երգեր, ասինքն ինչ եք ուզում երգեմ։ Թամամ աշխարհ բդու դեգա։ Հա, տենց երգեր երգեմ, թե ուզում եմ հասկանալ, այդպիսի լուրջ երգեր եք ինձանից սպասում, թե օրինակ ինչ-որ ադրբեջանա, թուրքական կլկլոցով ինչ-որ երգեր կամ, չգիտեմ, ինչ-որ մուղամ, ինչ եք ինձանից սպասում, ուզում եմ հասկանալ։ Շատերդ ինձ սկսել եք ճանաչել հումորային ասպարեզից, եւ այդ իսկ պատճառով ես այդ նույն թեման շարունակում եմ նաեւ իմ երգերի մեջ։ Հետո ուզում եմ հասկանալ, ինչի է պարտադիր ուզում, որ բոլոր երգիչ-երգչուհիները լինեն իրար նման, թե արտաքինով, թե երգերի ոճով, չգիտեմ, ինչու պարտադիր պետք է բոլորը իրար նման լինեն։ Ես անում այն, ինչը ինձ դուր է գալիս եւ ինչը ես սիրում եմ։ Եթե մարդիկ կան, ովքեր հումորից հեռու են, կամ հումորից զուրկ են, կամ սիրում են կյանքում միայն ենթադրենք տխրել, չգիտեմ, sense դրամատիկ տրամադրության մեջ լինել միշտ, եթե իմ հետ կապված ինչ-որ post եք տեսնում, ուղղակի թերթեք եւ անցնեք։ Ես այս տարի երազանք եմ պահելու, մի շատ կարևոր երազանք, որ մանավանդ մեր սիրելի հայրենակիցները, մեր սիրելի հայ ազգը միմյանց հանդեպ լինի բարի, կամեցող եւ հանդուրժող։ Այսքանը։